գրողները այցելեցին Տավուշի մարզ, Այգեհովի գյուղ, հանդիպում եղավ նաև Զորամասում զինվորների հետ, ինչ տպավորություն ստացաք դուք։ Ըստ իս հայրենիքը սկսվում է սահմանից եւ բոլորիս համար պետք է շատ կարեւոր լինի, որ սահմանամերձ գյուղերը ուշադրության կենտրոնում լինեն։ Շատ գեղեցիկ տպավորություններով եմ վերադարձել, բայց նաեւ ցավ ունեմ իմ ներսում, որովհետեւ մտահոգություններ այնտեղ լսեցի, որ ինչու մեզ շատ ուշադրություն չեն դարձնում։ Այսպիսի օրինակ բերվեց, որ այն ժամանակ պետական ինչ-որ մրցանակների եւ այլն արժանանում էին այնպիսի գրողներ, երգիչներ եւ այլն, վաստակավորի կոչում ստանում էին այնպիսի երգիչներ, դերասաններ, ովքեր գոնե մեկ անգամ սահմանամերձ գյուղեր այցելել են, իրենց ներկայացումներով հանդես են եկել, իրենց գրքերով, այ հիմա ընդհանրապես ոչ ոք չի այցելում։ Ես շատ կուզենամ, որ ոչ միայն գրողները, ինչպես որ մենք նախաձեռնեցինք եւ գնացինք, արվեստի տարբեր բնագավառի մարդիկ այս մասին իմանան եւ հաստատ գիտեմ, որ շատերը կլինեն, որ կուզենան գնալ սահմանամերձ գյուղեր, սիրելիներ, ձեր կարիքն ունեն եւ ուզում են ձեզ տեսնել գյուղերում, գնանք եւ շենացնենք մեր սահմանամերձ գյուղերը, որովհետեւ այնքան հիանալի մարդիկ կան, նրանք հերոսներ են, ի վերջո վտանգի մեջ ապրում են, մենք տեսանք Այգեհովի սահմանը դուք տեսնում եք։ Այո, ընդ որում մի քանի քայլ այն կողմ Ադրբեջանի սահմաններ եւ մենք տեսանք, ականատեսը եղանք, որ քարորիայի օրերին մշակույթի տան պատը ճեղքվել է ռմբակոծության արդյունքում արկիպայթյունից դրա համար շատ կարևոր է եւ այնքան հաճելի էր, երբ լսում էին ստեղծագործությունները, իրենք էլ ոգևորված մեր դասականներից կարդում էին եւ ուզում էին, որպեսի ժամանակակից գրողները հաճախ այցելեն, իրենք ծանոթանան ժամանակակից գրողների հետ, ինչու ոչ միջոցառումներ կազմակերպեն մշակույթի տանը դպրոցում, որպեսի մենք դարձյալ գնանք եւ մեր ստեղծագործությունների մասին լսենք իրենց կարծիքը։ Հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ երբ ես առաջին խոսեցի Այգեհովի գյուղապետի հետ, Լևոն Գրիգորյանի հետ, հետո ինքն էր արդեն մշտապես զանգահարում իմանալու համար, թե վերջապես երբ ենք մենք այցելելու գյուղ, մեծ քանակությամբ գրքեր նվիրեցինք եւ զինվորներին եւ Այգեհովի բնակիչներին, այո, այնտեղ եւ գրադարանների համալրումը տեղի ունեցավ։ Իհարկե դասական գրականությանը մեր ընթերցողը լավապես ծանոթ է։ Մենք չէ, որ գյուղում պիտի բացատրեինք Թումանյան, Ղազարոս Աղայան, բայց ժամանակակից գրականությունից գրեթե շատ նվազ տեղեկություններ մենք տեսակ, ահա թե ինչու գրողների մասնակցությունը շատ կարևոր է եւ ես ուզում եմ իմ շնորհակալություն հայտնել Լևոն Գրիգորյանին այն ջերմ վերաբերմունքի համար, գյուղապետի մասին է խոսքը, որ մեզ ցույց տվեց եւ